Ընդամենը մեկ շաբաթ առաջ Համլետ անունով մի քաղաքացի զանգանում է ինձ եւ ասում է, որ նմանատիպ նախաձեռնություն ունեն եւ ցանկություն ունեն, որ ես այդ օրը իրենց հետ լինեմ, ես սկսեմ իրենց հետ այդ քայլարշավը դեպի Երևան, ապրիլի 9-ի նոր Հայաստանի երթնակալությանը ընթառաջ, տավախություն ունեն, որ ապրիլի 9-ին ինչպես նախկինում շատ անգամներ եղել է, կամ ճանապարհները փակված կլինեն, կամ տրանսպորտը հանկարծ ամբողջ Հայաստանում կփչանա։ Առաջին գիշերին մաստարա։ Դե որտեղ հասկացանք, որ արդեն չենք կարող քայլել, հոգնել ենք ժողովուրդը։ Գնացենք կհանգստանանք, իհարկե բնականաբար հաց կուտենք։ Հետո նորից կշարունակենք մեր ճանապարհը։ Սա մենք անում ենք մեր ազատության համար, որ մենք ապրենք մեր անկախ ազատ Հայաստանում։ Լրիվ նորություն է, ես չեմ տեսել ժողովրդին, կյանքում բուն ժողովրդին այսքան հավաքված։ Ես չեմ ասում, թե պատճառը Սերժ Սարգսյանն է կամ Ռաֆի Հովհաննիսյանը ինչ որ կարող է հրաշքներ գործել կամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հարցը մեկն է, որ կարելի է ամբողջի, ինչպես ասեմ, քառանկուստը քանդել, հա։ Մենք երթում ենք դիմանա, ժողովրդի երթում է դիմանա։ Այսինքն սովորաբար ժողովրդի մոտ է եղնի, այնեղ ղեկավար դառնի։ Ես Սերժ Սարգսյանին որպես լեգիտիմ նախագահ չեմ ընտրում։ Չեմ ընտրել ու չեմ ուզել ինքը որպես նախագահ եղնի։